Գավառում քաղաքացիորը նշվում է տարաբնույթ միջոցառումներով, օրը մեկնարկում է Նարդու համայնքային մրցաշարով։ Մասնակիցները տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչներ են, ովքեր հաղթել են բնակավայրերում կազմակերպված նախնական փուլում։ Մրցաշարն ընթանում է լարված մրցապայքարում։ Մրցաշարին հետևում են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ Սանդղակային փուլում խաղի հաղթողները արժանանում են Գավառ համայնքի ղեկավարի պատվոգրերին և ստանում դրամական պարգևներ։ Գավառի համայնքապետարանը հետամուտ է լինում այս գեղեցիկ մրցաշարին եւ փորձում ենք այս մրցաշարը դարձնել ավանդույթ եւ համախմբենք բոլոր Նարդու սիրահարներին։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Մարտիրոսյանից այս գեղեցիկ Նարդու մրցաշարը կազմակերպելու համար։ Ես սիրում եմ, որ մարդիկ ինտուզիազմով շատ ողջավորված կարողանում են խաղալ։ Նրանց թույլ խաղացողներին չեմ սիրում։ Օրվա գլխավոր իրադարձությունը Գավառ քաղաքում քաղաքի հիմնադիրներ Բարսեղ Մարգար Մկրտիչ Արծրունի եղբայրների մեծադիր արձանախմբի բացման հանդիսավոր արարողությունն է։ Այն մեկնարկում է Գավառ համայնքի կրթամշակութային հաստատությունների տաղավարային ցուցադրություններով։ Միջոցառմանը ներկա են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Արծրունիների տոհմի ներկայացուցիչներ, հյուրեր։ Կառավարության եւ համայնքի համատեղ համաֆինանսավորմամբ կառուցվել է Արծրունիի եղբայրների արձանախումբը եւ այսօր մենք հանդիսավոր կերպով իրականացրեցինք բացման արարողությունը։ Պատմությունը բեկվում է։ Առաջին բեկումը եղավ, երբ որ Արծրունի եղբայրները 200 տարի առաջ կազմակերպեցին ներգաղթ այստեղ։ Երկրորդ բեկումը եղավ 100 տարի առաջ, երբ որ ամեն ինչ արվեց, որպեսզի այդ պատմական իրողությունը եւ բովանդակությունը այդ իրողության ջնջվի ժողովրդի իշատակից։ Եվ երրորդ բեկումը այսօր այստեղ է։ Արձանի բացման արարողությունն ուղեկցվում է Արծրունիների տոհմի մասին պատմող բեմադրությամբ եւ գեղարվեստական կատարումներով։ Շնորհավորում եմ բոլորիս, հատկապես գավառցիներին։ Քանդակը ինքը ընդհանրապես լուր արվեստ է եւ ասելիքները շատ լուր են, սիմվոլներով են արտահայտվում եւ լինում են քանդակներ, որտեղ առաջնայինը, գոնե ինձ համար որպես քանդակավոր առաջնայինը կերպարն է, կերպար ստեղծելը։ Բնականաբար մենք սերունդներին փոխանցում ենք մեր տարածաշրջանի հիմնադիրների, մեր տարածաշրջանի պատմությունը, մեր ինքնությունը, մերով լինելը։ Օրը եզրափակվում է թեմատիկ բանախոսությամբ։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի նախկին նախագահ Միքայել Մարտիրոսյանը հանդես է գալիս «Շնացրու պետությունդ, եղիր օրինապահ» նվիրված ու հոգատար խորագրով բանախոսությամբ։ Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։